Այսօր այստեղ Ծառուկյանի աջակիցներն են, դուք նույնպես նրանց շարքում եք, ինչ կասեք եւ ունեք բազմահազարանոց հետևորդներ, նրանց ինչ եք ասում, ինչ եք Հետևորդներիս ասելիքս արդեն ասել եմ հենց սոցիալ մեդիայում, իսկ հիմա հայ ազգին ուզում եմ ասել ուրեք։ Ես հասցրել եմ այնքան ապրեմ, որ հասկանամ մեր ազգը, չգիտեմ ինչի, ցավոք սրտի է տենց է, մեծամասնությունը սիրում է դժբախտություն։ Ու ես համարում եմ սա դժբախտություն։ Շատ եք սիրում դժբախտություն, ուրեք։ Իմ համար սա այն որ տրագեդիա է, ես չգիտեմ։ Մի քանի օր արդեն իմ մտքում մի հատ գլխում միտք է պատտվում, որ եթե այս ամեն ինչը շարունակվի, եթե Ծառուկյանը ազատ չարձակվի, તો ես ճանաչելով Ծառուկյանին, որպես իմ ավագ ընկեր, կարող եմ համարձակվել եւ սա ասել։ Եթե արդարությունը չվերականգնվի, ես արդեն որպես անհատ, որպես մարդ, որպես հանրային մարդ, սկսեմ վերանայել իմ նպատակները, երազանքները Հայաստանի հետ կապված։ Ու հնարավոր է նաև լքեմ Հայաստանը, որովհետև ես չեմ պատրաստվում ապրել մի երկրում, որտեղ չկա արդարություն, որտեղ ամեն վայրկյան կարա լինի սենց մի բան ու ընդհանրապես կապ չունի քո կարգավիճակը, դու դերասան ես, երգիչ ես, երգչուհի ես, թե քաղաքական գործիչ, թե ուղղակի օլիգարխ, ամեն վայրկյան յուրաքանչյուրից դուռը կարող են թակել ու ես էլ որպես դերասանուհի բլոգեր բախվել եմ նման անարդարության, որոշ ժամանակ առաջ փակագծեր չբացեմ։ Շատերը հարկադիր պարապորտի են մատնվել, որովհետև գործարանները, ընկերությունները փակվել են։ Ինչ է կարծում այս ամենի հետ կապված Հայաստանի համար ֆինանսական կորուստներ, ինչ կլինի մարդկանց համար։ Դա միանշանակ ես քանի որ դրա մասին չխոսեցի, որովհետև էլի խոսել էի սոցիալ մեդիայում, հա, դա նորմալ չի։ Բազմահազարանոց աշխատատեղերից մարդիկ այսօր ուղղակի կանգնել ու սպասում են ինչա լինելու իրանց վաղվա օրը։ Այդ մարդիկ ունեն պատասխանատվություն, պարտավորվածություն պետության հանդեպ, վարկեր, երեխաներ, տուն պահելու վերջապես միտքը է։ Ես չգիտեմ, ինձ իրանց վաղվա օրը հիմա ավելի շատ է հետաքրքիր, ոնց են հաղթահարելու այդ ամեն ինչը։ Դրա մասին հիմա մենք ենք մտածում։ Ոչ թե այն մարդը, ով պետք է մտածի։ Ու ոչ մեկ պատասխանատվություն չի կրում, որ այդ մարդիկ այսօր աշխատավարձ չունեն կամ այս ամիս աշխատավարձ չեն ստանալու։ Եթե տրագեդիա չի, բա ի՞նչ է։ Ես ոնց մտածում եմ, դա անարդարություն է։